Բարի երեկո ժողովուրդ ջան, բարի երեկո սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ։ Եթե ձայնս լսվում է, գրեգ լսվում է, ըստ դրա կանդրադառնանք ում թեմային։ Ժողովուրդ ջան, ուրեմն նայում եմ հարավուտից լուրեր եմ նայում, ամբողջ գիշեր ցերեկ լուրեր եմ նայում, հետևում եմ քաղաքական դաշտին անգամ հեռուստացույցով։ Մի խոսքով, ինձ գիտես ինչն է անհանգստացնում, ոչ թե անհանգստացնում, ապշում եմ ես կարելի ասել։ Հայաստանի Հանրապետությունում Վլադիմիր Պուտինի բարձր հովանի ներքո բեռնաթափված անգրագետ հայվանների այդ տեղատարափը, որը իրոք բեռնաթափված է, նրանք աղբ են ինձ համար ու բեռնաթափված են Հայաստանի Հանրապետությունում։ Սամվել Կարապետյանը հարցազրույց է տալի իր տան բակում, տան չէ, հրապարակ է դա տուն չի։ Բոլոր թալանչիների համար դա հրապարակ է, ոչ տուտունի, ոչ տակ։ Մի խոսքով հարցազրույց է տալի լրագրողներից մեկը լավ սնուցված է Սամվել Կարապետյանի գրպանից, սեֆերից եւ շատ ամբիրտ լպիրշ լեքսիկոնով հանդարտ է գալի երկրի վարչապետի հասցեին ու պաշտպանության նախարարի։ Ուզում եմ ասած լինեմ Տիկին ջան, այդ որ ասում ես Հայաստանի Հանրապետության այդ պաշտպանության նախարար կոչվածը, այդ պաշտպանության նախարարության աշխատանքի շնորհիվ էլ քո անվտանգությունը պաշտպանված է Հայաստանում։ Գիտակից ձևով արտահայտվի, չնայած դու այդ գիտակից գաղափարը չունես, որ արտահայտվես։ Սամվել Կարապետյան, երբ որ դու խոսում ես արդարությունից, անասունի ծնունդ, երբ որ դու խոսում ես հայրենասիրությունից, կովի ծնունդ, երբ որ դու խոսում ես գրագիտությունից առանց խոսալու տոն ու լեքսիկոն ունենալու, առանց խոսալու ինչ որ բանի թեմայի ունենալու, խոսակցական թեմա ունենալու, ինչի հիման վրա ես խոսում։ Հայաստանի Հանրապետությունը ուզում ես փաստորեն քո շահերի համար խոնարհվի ռսի տակը։ Ուրիշ ոչ մի բան, քեզ Հայաստանի Հանրապետությունում անհանգստացնող ոչ մի բևեռ չկա։ Քո միակ նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունը խոնարհվի Ռուսաստանի Դաշնության առաջ, Հայաստանի Հանրապետությունը, ինչպես երկրի վարչապետը կասեր, կզած լինի Ռուսաստանի Դաշնության կրնգի տակ, բայց դու չարաչար սխալվում ես Հայաստանի Հանրապետությունում, ընդհանրապես քո տեսակին, բացարձակապես քո տեսակին հաշվի առնող չկա, Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես քո տեսակին տեղ տվող չկա, դու իմ Հայաստանի Հանրապետությունում անելիք ընդհանրապես չունես։ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ 8 տարի է ազատվել է ռսամետ քայլերից, ազատվել է ռսի բռնցքից, ազատվել է ռուսի ճնշումից, ամեն ինչից։ Հայաստանի Հանրապետությունը էս եկել ինչի համար։ Եկել ես որ Հայաստանի Հանրապետության հասարակությանը նորից Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Դոդի Գագոյի բարձր հովանի ներքո պարկասնես ռուսի տակ, չարաչար սխալվում ես։ Դու իմ երկրում անելիք չունես։ Մեկ, իսկ երկրորդ անդրադառնամ քո հետևորդներին, այդ անմեղ հորթերին, այդ փողով տարված այդ թափթփուկ ворթերին, թե որտեղից ես հավաքել ու լցրել քո հետևից, ինձ դա է անհանգստացնում։ Դրանք անասունների ոհմակ են։ Գոռում են համար 3 գոռալու դեպքում անգրագետներ եկեք, համար 3 գոռացողներ տանք, կերեք։ Ինչի համար եք գոռում համար 3։ Լավ, այդ համար 3-ը ինչ որ միտեղ հասկանալի է, որ դու գոռում եք Սամվել Կարապետյան, դուք երբ որ քարոզարշավը դեռ չէր սկսե, բայց դեռ ոչխարի ամբոխով սկսել էի քարոզարշավ շուրջ 6 ամիս առաջ, դուք այդ ժամանակահատվածում մինչև առ այսօր, այդ ժամանակահատվածից մինչև առ այսօր Սամվել Կարապետյան տեսել եք, հարց եմ տալի։ Էշ աղբոր տղին հանել եք տնգել հրապարակներում, ես իմ տարբեր բեմերում ու ամբիոններում, տարբեր թաղամասներում ու գոռում եք Սամվել Կարապետյան։ Ինչա, նա պիտի տանջվի, նա էլ գա որ տանջի, ձեր մոտ քաղաքական հայացքները, ընտրարշավը, քարոզարշավը, քաղաքական թիմ կազմելը, քաղաքական կոալիցիա կազմելը, ինչի հիման վրա է իհայտ եկե։ Ինչա, սա դպրոցա, հիվանդանոցա, թե ինչ որ ֆերմայի վարիչ եք ընտրում, որ այսօր թո տղեն գա աղբոր, եկուց նոր Սամվելը կգա գործի, հա, ինչ որ բան ասենց, թե դուք մտածում եք, որ Սամվել Կարապետյանը գա Հայաստանի Հանրապետության ղեկավար իշխանության պարագլուխ, մենակ ձեր նման ոչխարների գլխին պետք է ղեկավարի, դրա համար այդ լեքսիկոնով է կոսպեկտավորում Հայաստանի Հանրապետության իշխանության գահին տիրանալու process-ը։ Ոնց կարելի է գոռալ Սամվել Կարապետյան։ Եթե Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի փաստացի, Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի, Հայաստանի Հանրապետության քարոզարշավներին, ընտրարշավներին, ընտրության եւ իշխանության մեջ ոչ մի լումա դնելու եւ ներդնելու ֆիզիկապես, բարոյապես, ֆինանսապես անելու քայլերի, անելու ոչ մի իրավունք չունի։ Ինչի հիման վրա է գոռում Սամվել Կարապետյան։ Այնա գոռացել ձեր շտաբներից մեկի
ով որ տիրապետը մա այդ փողբաժանողներից մեկի անունը ի՞նչն է խնդիրը ձեզ բարձ ասում են Սամվել Կարապետյանը չի կարա դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ գոռացեք նարեք դժվար է թե դուք պատկերացնում եք որ իրոք գոռակ նարեք կամ իրոք ձեր գլխին այդքան գիտելիք կա որ դուք գոռակ նարեք փաստացի ապացույցներով եթե դուք գոռակ նարեք փաստորեն ես նոր եմ հասկանում որ դուք ձեր դեբիլ դիմակը բառից բուն իմաստով կպատրեք այդ է միակ պատճառը փաստորեն որ դուք չեք գոռում նարեք ես նոր եմ ձեզ հասկանում ես նոր եմ ձեր հոգեբանության մեջ մտնում ոնց կարելի է գոռալ Սամվել Կարապետյան փաստացի բոլոր օրենքով օրենսգրքով Հայաստանի Հանրապետությունում ոչ մի արտ երկրում ապրող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդես գա չի կարա հանդես գա Հայաստանի Հանրապետության վարչապետ ինչն է խնդիրը միթե բութեք միթե այդքան տահասեք միթե այդքան չգիտեմ մանկամիտ եք որ չեք կարող հասկանալ որ դուք պետքա գոռակ ձեր իսկական տեխնացուի անունը որը որ չունեք հասկանում եմ դուք ոչ թե սոցիալապես եք անապահով այլ դուք ֆիզիկապես տկար համակարգ եք ձեր այդ խոտանը ձեր այդ ամբողը այդ ոչխարների սուրուն տիրապետող համակարգը ձեզանից էլ ավելի բեթար ոչխար է ասում հոտս լավը չի, ասում ջանդամ լավը չի, գոնե գիտենք չոբանը լավն է, բայց ձեր բնակավարում, ձեր այդ քաղաքական այդ ողմակի մեջ, ոչ չոբանն է մի բան, ոչ չոբանի տերն է մի բան։ Ես ուղղակի զարմանում եմ ձեր վրա։ Ինչի հիման վրա է գոռում Սամվել Կարապետյան վարչապետ։ Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունում այդ բռացող հայվանը ընդհանրապես անելիք չունի։ Այսօր ձեր թիմից մեկը դուք այնքան անգրագետ եք։ Նայ աշտարակի շտաբի դեմը հավաքված շտաբի պետին հարգում եմ, շատ բան չեմ ասում, բայց այդ շտաբում նստած մի քանի հայվանների կասեմ, երբ որ շտաբը կառավարողը այդտեղ չէր ու պարոն վարչապետը որ եկել էր աշտարակ, շտաբի մի քանի դեբիլներ հելել էին գոռում էին Տեր կանգնենք մեր Հայաստանին երգում են։ Դուք տեսաք, որ ձեր Սամվել Կարապետյան ուռոդը եկավ աշտարակ։ ԿՊ-ի շտաբից ինչ-որ մեկը տենց այս ժանագին վարքագիծ թույլ տվեց իրան։ Բարով գա, ինչքան Հայաստանի Հանրապետությունում շատ խոսա Սամվել Կարապետյանը, ՄԿԿ ավելի ճիշտ։ Դա Հայաստանի Հանրապետության հասարակության այն մի փոքրիկ հատվածը, որ կուրորեն վազում է ձեր հետևից կամ կուրորեն վազում է, կամ իրոք կույրա կամ էլ փողի համար ավազում հաստատ նրա աշկերը կբացվի բայց այն ինչ որ լրի Սամվել Կարապետյանը դա նա կհամարվի Հայաստանի Հանրապետության ամենամեծ դավաճանը բայց որ հաչմա Սամվել Կարապետյանը ՄԿԿ-մա բրանչմա դոդե Էշ դուրսատալի Ռոբերտ Քոչարյանը արդեն հասկանում եմ թե Հայաստանի Հանրապետությունը հասարակությունը ժողովուրդը ծերը թոշակառու միայնակը 36 տարի խիա թալանվե խիա ավիրվե խիա ապականվե որովհետև նրանց ղեկավարող համակարգը եղել է հայվանների համակարգ եղել է անփույց սեքսից առաջացած մի հատ թափոն որի ղեկավարը եղել է Վլադիմիր Պուտինը այդ թափոնի ավտոբուսի շոֆերը եղել է Պուտինը ոնց ուզեցել է քշել է մեր ցանցի վրա քշել է մեր այրոպորտի վրա, քշել է մեր ռեստեր գործարանի վրա, քշել է մեր կաուչուկի վրա, թվարկեք այն ամենը, ինչ որ ես թվարկում եմ, բերեք կողեք իմ աշկը, բերեք կողեք մեր ազատությունը իմ աշկը, բերեք կողեք տարիների թալանը իմ աշկը, բերեք մեզ հետ տվեք մեր մանկությունը, բերեք մեզ հետ տվեք մեր մանկությունը, բերեք մեզ հետ տվեք մեր այգիները, մեր խաղահրապարակները, արա դուք ով եք որ գաք իշխանության, դուք ով եք Սամվել Կարապետյան, դու ով ես, Հայաստանում ինչ ունես արած, մի հատ վիլա ես ստեղծել, մի հատ տաշիր պիցա ես ստեղծել, նստել ես արտ երկրում Հայաստանից էլ քերում տանում լափում ես ու անում տել բարեր արա այդ իշով կա ու քո սատարողները այսօր գնում են պլակատ հիմա Օշականի շենքի դեմը խերես գինու գործան դեմը զիբլի բունկերին կպցրացա մի քիչ ենկով սետքի վրա մի մետր հեռավորության վրա զիբիլ Սամվել Կարապետյանի նկարը թքացում եմ այդ նկարի վրա եթե ես ուզենամ ինձ ձեռները կեղտոտեմ կետամ այդ պլակատը կփոկեմ բայց ես թքացում եմ այդ պլակատի վրա կպցնող համակարգի վրա նույնպես թքացում եմ ես պրոբլեմ չունեմ թող մեկը շշկռի անենց Կիսարյան կանեմ էլ երբեք չի հղիանա դա չի խնդիրը ուղարկի Ինչն է խնդիրը որ քո էշերը գնում են քեզ սատարող էշերը 20000 դրամի մար կանգնում են Նիկոլի Պաստարի մոտ վարչապետից ու ասում են դու արդեն օտարված ես 16 համար ուրեմն լսի քեզ ասեմ 3-րդ համար դու ընդհանրապես ոչ թե օտարված ես այլ անգամ ներբեռնված էլ չես Հայաստանում դու ընդամենը Պուտինի բարձր հովանի ներքո բեռնաթափված աղպես իմ երկրում բառից բուն իմաստով Բարից բուն իմաստով աղպես դու իմ երկրում դու ստե անելիք չունես դու իշխանության չես գալու ես ամսի 8-ի իրիկունը փոքրիկ դագաղիկներ եմ բաժանելու իմ ձևով շարժման 20000 դրամանոց երկիրը շարժողներին շալվարի հետև վազողներ շալվարի համար իշխանության կողքերը տարբեր կուսակցության կողքը կայնողներին բյուրեղու ջերմուգու վաֆլի ուտողներին շտաբներում ուրեմն ասեմ ձեզ իմ Հայաստանի Հանրապետությունը ձեր համար բիզնես կլաս չի ոչ էլ կազինոյա որ գաք ու գումար խաղաք 5 տարի մեկ
մի հատ հայվան տարբեր երկրների հարևանների բարձր հովանի ներքո բեռնաթափվում է Հայաստան ու որոշում է, որ ինքը պետքա գա իշխանության, պետքա փրկի երկիրը ու պետքա 300,000 աշխատատեղ բացի, պետքա 300,000 բանի Թուրքերի Հայաստան այցը դադարեցնի կներեք ովա ձեզ նման բան ասե ովա ձեզ նման իրավունք տվե ընդհանրապես Հայաստանի Հանրապետության իշխանությունը մեզ գիտակից հասարակությանն ու բնակչությանը անգիտակից հայվաններին էլ հետը ազատել ու ազատագրելա ձեր ճնշումներից ձեր բռնի հայտարարություններից ձեր սպանություններից ձեր գնդագահարություններից ձեր գողական ու բոզական աշխարհի դաշտը հասարակական դաշտը խեղաթուրելու process-ից Հայաստանի Հանրապետությունում դուք դարեր ի վեր այն ինչ որ արել եք էլ երբեք ու երբեք չի կրկնվելու Սամվել Կարապետյան բայց ես կգամ ու քո համար կաշխատեմ ես կարամ լինեմ քո խորհրդատուն ես կարամ լինեմ քո համար լրատվական ինտերվյու տվող ինչ որ մեկը քանի որ լրատվական ալիքները վարձելու համար մեծ գումարներ ես ծախսում եւ այդ գումարները շատ դաժան ձևով դու դարեր ի վեր մեր թոշակառուներից խլել ես բայց քանի որ դու անգրագիտության մարմնավորում ես հայվանների դեկան կարելի է քեզ կոչել հա անգրագիտության մարմնավորում ես կարամ գամ ու խոսամ որովհետեւ քեզ մի հատ նորմալ խոսացող չունես քեզ սատարողները նարկոշներ են նարկամաններ որ իրանց ընտանիքներում լումա չունեն ներդրած հերնում էր տատու պապ քլնգելուց բացի ոչ մի բան արած չկան հորնմոր թոշակով ապրած տանը տուրու դմփոց արած բոմժերեն քո կողքը կանգնածները խայտարակություն են դու էլ խայտարակություն ես քո հայվան լեքսիկոնով քո Պուտինի ռեգուրովկով մի խոսքով դու չկաս այդքան իմ երկրում որ ինչ որ բան փոխես կամ հեղափոխես մենք քեզ խոսք ենք տալի կա հեղափոխենք քեզ բայց դու երազելու ես Հայաստանի Հանրապետությունը լքելու process-ին դու երազելու ես Հայաստանի Հանրապետությունից փախնելու բայց դու Հայաստանի Հանրապետությունում փախնելու ես միայն ու միայն մեր վարչապետի բարձր հովանի ներքո վերանորոգված կոսմետիկ հարդարված բանդախցերից մեկ ու Քութևանյան ասվածին անդրադառնամ Հայաստանի Հանրապետությունում ներկայիս գործող իշխանության հետ քաղաքական պայքարի մեջ մտած բոլոր այն ղախպի տղերքը Հայաստանի Հանրապետության անդառնալի պատերազմի մեջ ունեցել են իրանց մեծ լուման ոչ թե բարոյապես, ոչ թե ֆիզիկապես, ոչ թե սրդացավ, ոչ թե զոհվելով, այլ ուղղակի այդ process-ը հոգևոր սնունդ են տվել այդ process-ին դեպի Ալիևը, դեպի Վլադիմիր Պուտինը, նրանք խեղաթուրել են Հայաստանի Հանրապետության խաղաղությունը, նրանք կանգնել են ռուսի հետ միասին Հայաստանի Հանրապետության բնակչին բնավեր անելու process-ին են աջակցել նրանք Հայաստանի Հանրապետությունում ռուսի առաջը տորտ կդրել տվեցին Արցախցուն որ հետո գան հասնեն սահմանի բերան որ պետք է Արցախից մտնեն Հայաստան այդ նույն տորտը լապած ռուսը Հայաստանի Հանրապետության բնակչից Արցախի բնակչության մեքենաների վրից հանեց ակումուլյատոր 70,000 դրամով վաճառեց Արցախցու վրա Արցախցուն կազմակերպեց որ գնա կանգնի բենզինի հերթ քանի որ նրանք փրկված հատվածներ ու կոսպեկտավորեց այդ նույն ռուսը այդ նույն Սամվել Կարապետյանի սնուցող պապաները կոսպեկտավորեցին որ պայթի բենզակալոնկեքը պայթացրեցին գազի զապրավկեքը կոտորեցին Արցախցի բնակչության այն փրկված մի փոքրիկ հատվածին եւս մեկ անգամ ու այսօր եկել են Հայաստանի Հանրապետությունում ընտրության թեզեր հանդես բերելով որ իրանք Արցախի բնակչությանը օգտագործելով որպես ցույցի մատերիալ իրանք թեզեր են հանդես բերում որ մենք Արցախը հետ ենք բերելու կներեք Արցախը մերն էր Արցախը մեր Արցախցունն էր այն տարիներին որ դուք Արցախն ազատագրել եք անգամ մի թանակի ստորագրություն չտվեցիք որ Արցախի այսքան հատված ազատագրածա թողեցիք բախտի կմաճույքին եկաք այդ հասարակության են խեղճ չմտածող չպատկերացնող հատվածին միամիտ հատվածին այտենց էր թվում թե դուք ուղարկիորեն չարեցիք դա որտեղ դուք հաղթել եք ոչ դա դուք ինադու չստորագրեցիք ինադու չսահմանագծեցիք մեր սահմանները որ բերեք հասցնեք այսօրվան դուք Հայաստանի Հանրապետությունը դարեր ի վեր քանդել եք խեղաթուրել եք ապականել եք դուք ղախտակույտեր Պուտինի սեռական սեքսից առաջացած անփույթ թափոններ դուք Հայաստանի Հանրապետությունը քանդել եք փաստացի սարքել եք Արցախը մի ճկնաղ երկիր Արցախցու ամենակարևոր հատվածին էլ մեջը տվել եք Ալիևին տվել եք Պուտինին ավելի ճիշտ ոչ թե Ալիևին ու Արցախցի բնակչությանը մաս տարհանելով, ջարդելով, ավիրելով, վառելով, բենզակալոնկեքում, գազի զապրավկեքում պայթացնելով, բերել եք թափել եք Հայաստանում մնացել է նանոթևան ինչքան ժամանակ, մինչև բնակչությունը, մինչև պետությունը, կառավարությունը խառնվել է տարբեր տեղերում տեղավորել այդ մարկանց, ֆինանսապես, բարոյապես, ֆիզիկապես, ինչքան կարեցի աջակցել է, բայց դուք մինչև առեսօր այդ Արցախի գրագետ, գիտակից եւ անգրագետ եւ քաղաքական հայացներով խեղաթուրված այդ հասարակության մատից, մինչև առեսօր դուք դիշ
դիշովկեք, փուշ չեք անել, ու մինչև առեսօր դուք այդ մարդկանց օգտագործում եք Հայաստանի Հանրապետությունում որպես ցույցի մատերիալ, ոչ մի արցախցի ձեզ բառից բուն իմաստով, ոչ անհանգստացնում է, ոչ հետաքրքրում է, ոչ էլ ձեր սրտի մեջ ցավ ու դարդ կա, որ այսօր Արցախցին բնավերայել է, Արցախցին բնավերայել է, որ Քոչարյանի արյուծ քշելու երկիրն ապահովագրված լինի, Արցախցին բնավերայել է, որ Քոչարյանի կղզիները կայուն մնա, Արցախցին բնավերայել է, որ Քոչարյանի բանկերն աշխատի, Արցախցին բնավերայել է, որ Տաշիր Սամոյի Տաշիր ունեցած բիզնեսները աշխատի, Արցախցին բնավերայել է, որ Հայաստանի Հանրապետության բանկերը դորդու բեշ Քոչարյանը ունենա ու աշխատացնի ու բիզնեսները զարգացնի, այդ Արցախցու, այդ Հայաստանի սքաշաղախ ծնողի հաշվին, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի նախկին իշխանություններ Արցախից Հայաստան բերված արցախցիների համար ոչ բացել է իր հյուրանոցի դռների Իշխան Սաղաթելյանը, ոչ բացել է Ռոբերտ Քոչարյանը, ոչ բացել է Սերժ Սարգսյանը, Արցախից տարհանած բնակչության ամեն ինչի մեղավորը դուք եք, ու դուք մինչև առեսօր մեղքի զգացում չունենալով հանդես եք գալիս ձեր անգրագետ թեզերով, թե դուք գալիս եք Հայաստանը փրկեք, կներեք Հայաստանը 8 տարի է փրկվել է, Հայաստանը փրկվել է 6 տարի արդեն իսկ 6 տարի է Հայաստանը փրկվել է Հայաստանի 18 տարեկան անմեղ զինվորի արյան գնով եւ այդ փրկած հատվածը իմ հերոսացին այդ տղերքը հերոսացին մայրերի այդ բալեկի արյան գնով փրկված Հայաստանը խորհուրդ կտամ չվերագրեք ձեր անվան տակ որ դուք եք փրկել դուք խեղաթուրել եք դուք ինձ տվել եք երրաբլուր էդի կյանքում չի մոռացվի Հայաստանի Հանրապետության երրաբլուրը կերտել է Բարի երեկո հարազատս Հայաստանի Հանրապետության երրաբլուրը կերտել եք դուք Հայաստանի Հանրապետության հարյուրավոր ու հազարավոր ծնողների դուք եք սարքել սկավոր Հայաստանի Հանրապետության զինվորներին դուք եք սարքել հաշվանդամ 18 տարեկան սերունդին դուք եք սարքել հաշվանդամ դուք կերտել եք Հայաստանի Հանրապետությունում մի բան որ երբեք ու երբեք չի մոռացվի ձեր իշխանության եկած գահազավթման տարիներից մինչև առեսօր Հայաստանի Հանրապետությունում դուք դիշովկեք համար 3 եկեք տամ կերեք ձեզ պետք է սենց ասվի դուք խախպի տղերք եք դուք ինձ տվել եք սև ցավ կսկից մրմուռ ու երրաբլուր դուք Հայաստանի Հանրապետությունում 36 տարի միայն ու միայն դա եք արել միայն ու միայն դա որը տեսանելի է շոշափելի է ու մեծ կսկից ու ցավա դուք ուրիշ ոչ մի բան չեք արել Հայաստանի Հանրապետության համար Հայաստանի Հանրապետությունը ասում եմ դուք խեղաթուրել եք ապականել եք ու դուք այսօր բոզի տղու պիտակի տակ թաքցրել եք ձեր դեմքը ձեր այդ բոզի տղու դեմքը եկել եք դուք կանգնել եք Քարոզ արշավների դուք աշտարակում տեսակ աշտարակցի 17 հոգի շտաբի տիրոջ հարևան բարեկամ է տղուն հարգողները էլ մարդ չկար մեկ էլ մի քանի հոգի գյուղերից գողական լավ տղերքի ակ փայլացնողներ պիպետկա զապրավկանողներ դուք էդ եկել է դուք որպես տղամարդ անգամ տղամարդիկ չունեք որ բերեք կայնացնեք ձեր կողքը դուք դիշովկեկի կայանատեղի եք բառից բուն իմաստով ասում եմ ես ամսի 7-ին լրության օր ալնելու իմ մարդ բայց ամսի 8-ի առավոտը ես ասելու եմ Համար 3 եկեք հատ առանց ջրելու առանց կանաչացնելու հերթով տամ կերեք ինչ կուզեք դուք դիշովկեք եք դուք իմ երկիրը շալվարով չեք ծախելու էլ անցել է դրա դարաշրջանը բարև մերս դուք իմ երկիրը 20000 դրամով այն որ գյուղն է այդ գյուղում մի հատ բոզի տղա պետք է մտնեմ կարդամ այդ գյուղը չնայած հեսա բոլորդ գիշեք ասում արա ԱԱՑ-ի բացահայտումն այն դրել են լսում են Սա TikTok-ներում ֆրմա սենցամ արա ոչ եմ ինչ գյուղ ասում ես 6000 հոգի կբերեմ ասում անես թվեր ասա Կարենաս տակից դուրս գաս Սամվել Կարապետյանի անգրագետ հայվաններն են խոսում ասում ախպեր ես 2000 հոգի կբերեմ ասում Մեր իրեք գյուղ իրար է 2000 հոգի չկա սենցամ դու գեղն ինչ հատքեն վրեն այդ գեղի ժողովուրդը դիքեն քո վրեն քո մամայի վրեն քո այն գեղի լավ ու վադի վրեն ու քեզ այդ գեղից վտարեն արա գյուղացուցա սկսում Հայաստանը գյուղից է գալի Երևանը գյուղից է գալի ժողովուրդը գյուղացուցա գալի ամեն ինչը դու ով ես որ ամբողջ մի գյուղի վրա թքես Սամվել Կարապետյանի տված 75000-ից մինչև 85000 դրամը կամ էլ 185000 դրամը խի գյուղացին խի քո հայը խի քո բնակիչը խի քո Հարազատը 80000 դրամանոց, հա? Այդ տականք, այդ ես դու Սամվել Կարապետյանին հարց տվող լրագրողները Պորնիկաբանական ինստիտուտի ուղարկի գրողներ են, նրանք լրագրողներ չեն։ Նուժելի այս իշխանությունը ձեր համար քորի ագնոզ չի առել, դրա համար դուք չեք նկատում տարիների արած աշխատանք էս մարկանց։ Դուք չեք նկատում, դե գնացեք քորքորել ապրեք։ Մենք ունենք իշխանություն, ունենք ընտրող համակարգ, մենք կընտրենք մեր իշխանության ու կապրենք։ Դուք էլ տես սոս ցանցերում բարբաճեք, թե երբ պետք է 5 տարին լրանա նորից ընտրության Procesը սկսի, ընտրարշավ սկսի, քարոզարշավ սկսի, Սամվել Կարապետյանի մի պես հայվան Պուտինը տշի Հայաստան, որ գած ես 20-20000 դրամ տա դուք էլ ապրեք։ Գնացեք այդ ձևով մտածեք Հայաստանի Հանրապետության մասին։ Հայաստանի Հանրապետության մասին։ Իմացաք։
Ոնց կարելի է այդքան էժանագին մտածելակերպ ունենալ, նայում եմ, ասում եմ, ես հարց եմ տալի ձեր գրասենյակներում կայնած մարկանցից մի քանի հայվանի, ասում եմ, ասենք, մի հատ դիտորդ Քարոզարշավի ժամանակ եկավ, ձեզ լուսաբանեց, կամ մի լրագրող մոտեցավ, ձեզ հարց տվեց, ինչ եք ասելու, Սամվել Կարապետյանի համար Քարոզարշավ սկսվող տարբեր գյուղերի ծառագացոտ մարզից հավաքած թափոններ, տարբեր գողական աշխարհի ակ փայլացնողներ, ինչ եք ասելու, ինչ եք ասելու Քարոզարշավի ժամանակ ձեզ մոտեցած լրագրողին, ուզում եմ իմանամ։ Կներեք, կարող է ասելու եք մի րոպե զանգ ընկերոջը, կներեք դա ֆորդուալը չի, ոչ էլ պոլիճուդեսնա, բարձա, սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պահելու, անվտանգությունը ապահովելու կյանքում այի հարցը։ Կներեք ժողովուրդ ջան, առավոտից իրիկուն նայում ես, լացդ գալիս է, ինչքան ոչ խարկած մայսը Սամվել Կարապ, ուր կասնի, որ Հայաստանի Հանրապետությունում ինքը իշխանության գալու ոչ մի իրավունք չունի, այո կանցնի Սամվել Կարապետյանը, Վարդևանյանը, Քոչարյանը, կանցնեն ուղիղ Հայաստանի Հանրապետության բանդախցերը, հիշեք, Հայաստանի Հանրապետության բանդախցերը, ուրիշ տեղ չեն անցնելու, գգա օրը բարին հետը մնացել է 2 շաբաթ, եթե օրը շշկռում եմ կարա գրեք ստեղ, Հայաստանի Հանրապետությունում Սամվել Կարապետյանը անկնել իր ողմագի հետ հաշվում է այդ օրերը, մենք հանգիստ ենք, դրա համար մենք չենք հաշվում օրերը, մենք հստակ չգիտենք քանի օր է մնացել, այդ դուք շատ լավ գիտեք, Հայաստանի Հանրապետությունում Սամվել Կարապետյանը գալու է իշխանության, Սամվել Կարապետյանը չերեզ իշխանություն գնալու է Հայաստանի Հանրապետության վերանորոգված բանդախցերը ու տենա իրա ու իրա վեցնոցների ղեկավարման տարիների բանդախուցը ու հիմիկվա բանդախուցը Հայաստանի Հանրապետությունում Դոդիկագոն գալու է իշխանության կներես Գագիկ Ծառուկյան քարով եկեղեցի սարքելով դու քրիստոնյա ես համարվում քարա կարամ տաշեմ լնի խաչ կարամ ծուրը դնեմ թեք դնեմ օվալաձև դնեմ սարքեմ վանք չելա որ ես ասու տված մարդ եմ չելա որ ես բարերար եմ իմացար բարերար գիտես ով է ասու տված մարդը գիտես ով է այն որ բոզի տղա ասու տված երեխուն ինչ որ մեկին չի խլեմ Իմացար Հայաստանի Աբովյանի Շահաբ գյուղում հազարավոր երեխեքի գլուխ կերար Աբովյանը ընդհանրապես կատվածահար արեցիր Աբովյանի բնակչությանը ստրկատիրական պայմաններում պահել ես դարեր ի վեր մինչև առեսօր տղետ այսօր չգիտեմ որ երկրում որ բոզի տղի շվակի տակը պահկված է ինչի մարա պահկված մարդ ախփ է Աբովյանի բժշկուհու Ախպոր մինուճար տղուն տան լուսը մարեցիր տեղը մի հատ եկեղեցի է սարքել եկեղեցին սարքում ես հետո տենում ես շատ մեծ ծախսա կողքը դնում քաբաբնոց է սարքում այն մի կողքը դնում ես չգիտեմ ֆրի է սարքում ծախում այն մի կողքը ճոպանուղի է սարքում մի շաբաթ հետո քու եկեղեցու փողը հանում ես քու սարքած քո ճարտարապետական չգիտեմ աշխատանքների շինարարական այդ շինանյութի փողը հանում ես անուն էլ հանում ես թե բարերարես կամ քրիստոնյա քու նման խախպի տղեն ոնց կարալնի քրիստոնյա Դու քրիստոնյա մարդ լնելով հանդերձ սատան եք ստեղծել թե երեխեք Հայաստանի Հանրապետությունում քո դոդ գլուխ տղեն ամփոփ սեքսից առաջացած այդ բմբլի բարձով գլուխը ոնց որ շշկոպի կոնդիցիոներ լինի այդ խախպի տղեն քանի երեխու գլուխակեր է քանի երեխու գլուխ Հայաստանի Հանրապետությունում պատերազմի ժամանակ ինչքան որ զոհ են ունեցել երկու այդքան զոհ ունեցել են 36 տարվա մեջ ղեկավարած իշխանության բջերի սպանած մարդիկ էլ ավելի շատ են եղել քան թե Հայաստանի Հանրապետության զոհերը պատերազմի ժամանակ դու ընդհանրապես իշխանության գալու գիտելիք ունես այ հայվան ձեր մոտ մորթել քերթել կրակել վառել սպանել այդ համակարգն է գործում դարեր ի վեր դու ով ես որ գաս իշխանության այ դոդ գլուխ ասում եմ գլուխդ ոնց որ շշկոպի ժամացույց լինի ուղարկի սլաքը չի ֆռն որովհետև չեն ֆայմե մեջը էլեմենտ դնեն դու ընդհանրապես իշխանություն գալուց չխոսաս ու դու Հայաստանի Հանրապետությունում ես քո սարքած ոչ մի վանկում մոմ չեմ վառի որովհետև Աստված չի նկատում Աստված ինչ որ մեկին որդի ունենալու պահած մեծացրած որդուց զրգող մարդու սարկած եկեղեցին ոչ կնքմա, ոչ ընդունումա, ոչ էլ օծում են ձեր սարկած եկեղեցիները, ձեր պղծված կահանաները, ինձ որ գյուլեն, քո սարկած եկեղեցում ես մոմ չեմ վառի, եթե ես քո սարկած եկեղեցում մոմ վառեմ, դոդի գագո, ուրեմն ես քրիստոնյա չեմ, ուրեմն ես կնքված չեմ, ուրեմն ես Հայաստանի Հանրապետության բնակիչ չեմ, ուրեմն ես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի ըլնելու իրավունք չունեմ, միտեղ մոմ վառեմ, միտեղ էլ հելնեմ անպայման շաուրմա ուտեմ, կամ էլ ճոպանուղուց օգտվեմ, որ քո այդ երկու տաշած քարի փողը հանես Հայաստանի Հանրապետությունում այն մարդը ով որ ինչ որ մեկի տան լուսը մարել է նա եկեղեցի սարքելու իրավունք չունի նրա եկեղեցին օծվելու ասու բարձր հովանի տակ գտնվելու ոչ մի իրավունք չունի խորհուրդ եմ տալի ձեզ իմ քրիստոնյա ազգ իմ գիտակից ազգ ու անգիտակիցներ
մի վառեք մոմ դրանց սարքած եկեղեցիներում մի հատ տղեն մի հատ 10 տարեկան զինվոր մի եկեղեցի է մի զինվոր մահանալուց մահացել է հետ անգամ մի հատ աղջիկ ամեն զինվորի հետ որովհետև այդ զինվորների 99%-ը նշանված են էլ ունեցել են ընկերուհիներ խոսք առած են բանակ տեղը խոսացել են հազարավոր աղջիկներ ջահել անբախտացան Հայաստանի Հանրապետությունում Դոդի Գագոյի բարձր հովանի ներքո Հայաստանի Հանրապետությունում հազարավոր աղջիկներ հազարավոր տղաներ անբախտացան Սերժի ու Քոչարյանի ղեկավարման տարիներից մինչև առեսօր այդ ձեր Օսիպյան Կոչեցյալի այդ ձեր Սերյանա Ջերյան Օհանյանի այդ ձեր սատկած Մանվելի որ մեկի ասեմ Նիկոլա Համերգատալի Հայաստանի Հանրապետության երկի ջերչույները Պորնիկաբանական ինստիտուտի դեկաններ են որ դարերի վեր երկել են Մանվելի համար Սամվելի համար Դոդի համար Սերժի համար նույնիսկ այնքան տարված են երկել որ պատերազմի անդառնալի օրերին Ներսի Գիսպիրյանի պես ոչխարի սերունդը Հրապարակին Նալբանդյան փողոցից իջացնում էին մեր երեխեքի մարմինները Սկոսրայից տանում էին դեպի Եռաբլուր ոդկով Ներսի Գիսպիրյանը Զախնիր լավ էր երկը, մորդ լավուն հավերժ քնի, այսօր էլ նորից դու հելել ես ու այդ ընդդիմադիր դաշտի համար երկում ես, բայց այս տանջված ու տառապած սկաշաղա հասարակությունը դարերի վեր քեզ ծապատվել որպես դերասան, որպես արտիստ, որպես երգիչ ու երգչուհի, բայց որ դուք ոչ մենք երգիչ ունենք, ոչ էլ երգչուհիներ ունենք, դրանք ընդամենը ցերեկային միկրոֆոն բռնողներ են գիշերն էլ Քոչարյանի Սերժի տակը ինչ որ մի բան բռնել են, այն ինչ որ ուզեցել են բռնեն իհարկե, նրանք չեն ունեցել Ռիտաներն ու բելաները դրանք քոքից կտրել են ու յոդի մեջ վառել են դուք Հայաստանի Հանրապետություն խեղաթուրել եք երկի ջերչույներ Հայաստանի Հանրապետությունում դուք երկել եք միայն ու միայն Սերժի Քոչարյանի Ռոբիգների այտենսների համար Դոդիգների համար դրա համար այսօր որ երկիր որ այդմ եք ձեզ ոչ թամամ դիմավորող կա ոչ էլ ձեր համար ծապտվող կա դուք Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես անելիք չունեք Հայաստանի Հանրապետությունը Վաղուց ակսոներած ես երկի ջերչուի կոչված համակարգ Դուք բոլորը դուք այսօր որ Արամ Էմպետրին տեն մեկ վարչապետի համար երկում է ժողովրդի համար է երկում վարչապետի չէ սկսում եք պիտակապավորել բայց որ տեն մեկ ձեր Պորնիկն ունե Եսայանի երկում է Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրող Քոչարյանի համար ծափ եք տալի բայց որ տենում եք ձեր հորի լորի երկող Ալա Լևոնյանը երկում է Քոչարյանի համար ծափ եք տալի բայց որ տենում եք Սոնա Սարգերյանը երկում է Հայաստանի Հանրապետության բնակչության համար վարչապետի կողքը կանգնած նրան անիծը մեկ քրֆում եք չանչում եք դուք այդքան Էժանագին դիշով կեկեք մի խոսքով կարճ կապեն բայց շատ երկար լավեսի ձեզ ոնց որ չնայած ձեզ իշխանել ասեն դուք նույն հայվանն եք ասեմ ձեզ իմացած եղեք դուք երբեք իշխանության չեք գալու այդ ձեր ոհմակն էլ չեք բերելու Հայաստանի Հանրապետությունում դեռ թոշակներն ավելի են բարձրանալու Հայաստանի Հանրապետությունում դեռ տրանսպորտը էլ ավելի բարեկարգված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բժշկական համակարգը էլ ավելի բարեկարգվելու է էլ ավելի անվճար է դառնալու Հայաստանի Հանրապետությունում Նորածին երեխայի փողը էլ ավելի ավելանալու մայրը խնամքի համար գումար ստանալու երեխեն կաթի փող ստանալու այդ ինչ որ ստանում է ավելի վերականգնվելու Հայաստանի Հանրապետությունում քանդված դպրոցներն ու մանկապարտեզներ էլ ընդհանրապես չեն լինելու Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես քանդված դպրոցներ ու մանկապարտեզներ չեն լինելու Հայաստանի Հանրապետության իշխանության պարագլխի վրա ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը քանդող իշխանություն ռուսի տակը պարկասնող իշխանություն երբեք չի լինելու Հայաստանի Հանրապետությունում եթե ինչ որ մեկը կփորձի փողոցում կպցրած մի հատ պաստառի մոտ կանի ու գործող իշխանությանը ձեռ առնի այդ համար 3-ին է վերաբերվում ես ասում եմ ձեր լեզվով համար 3 եկեք տնավարի բալկոնը կանգնեք տամ կերեք որ իմանաք Հայաստանի Հանրապետությունում գործելու է մի հատ թիվ 16 ու դուք ամսի 8-ին ընկնելու եք ցեց դուք դառնալու եք մեղվի փետակ կարմիր խնձորի պրոստին եք դառնալու սես քրքրվելու եք արնոտվեք ճղճղվեք վերանակ դուք չեք մարսելու Հայաստանի Հանրապետության այս վերջին ընտրությունն ալնելու դուք դա չեք մարսելու Դուք իմացեք շատ փոշմանելու եք որ չեք կարեցե մարսեք հասնեք ձեր ուզեցուն դուք խփելու եք սպանելու եք ջարդելու եք ձեր նման դիշով կեկից ամեն ինչ սпасելի է բայց փառք ասու փառք մեր օրենքին 1000 փառք մեր ոստիկաններին 1000 փառք ու պատիվ մեր գործող իշխանությանը որ ձեր քարոզարշավի օրվանից մինչև առեսօր կզծնմա բարից բուն իմաստով կզծնմա դիշով կեք արտնացեք խորքնից բաց արեք ձեր հոգնած կոպերը իսկ գյուղի թրջված անմեղ 20000 դրամից վազող խեղճուկրակ անգրագետ մի փոքրիկ հատված այս ձեզ եմ ասում հերիքա 20000 դրամի մար իմ երկիրը տանեք դեպի Գործանում մեգա չեք հասնելու դուք այդ իշխանությանը հավայի տեղը ձեզ են կործանում մարդկանց տանում են նստացնում են իրանց շտաբները կամերայով ֆիքսում են այդ մարդու ռոժը անուն ազգանունն էլ ուղարկում են Սամվել Կարապետյանի կենտրոնական շտաբները Երևանի քուչեկը չգիտեմ որտե
ու գումար են դուրս գրում այդ մարդու անունով, բերում են տալիս են շտաբի պետին, որ բերի տա ու յուրացնում են, բայց այս ընտրությունները ավարտվելուց ու մինչև ավարտվելը այդ մարդկանց վրա հերթով քրեական վարույթ գործա սկսվում։ Ուշքի եկեք ժողովուրդ ջան, ոչ թե մուշկի եկեք, այլ ուշքի եկեք։ Ոչ թե գնացեք Շախտարշավի, այլ գնացեք Քարոզարշավի։ Ամենաճիշտը է դա ժողովուրդ ջան։ Մեղք եք ուղարկի։ Բառից բուն իմաստով մեղք եք։ Հայաստանի Հանրապետություն 75 հոգի բռնված է, 60 քանի հոգին հետախուզման մեջ է։ Այդ 75 հոգու համար, որ Սամվել Կարապետյանի համար գնացել են լծվել են բանդախցել է։ Այդ ղախպի տղեն ինչ ա արել։ Այդ գեղի թրջված ժողովրդին հանի բերի տա իր ընտանիքին։ Վարուցանքի վախտա, հողու ջրի վախտա, աշխատել ապրելու վախտա։ Բերի տա այդ մարկանց իրանց նավարին ինչ արե։ Միա սովորական փաստաբան շպրտեվերները քաշվեղրախ յակա հելն է յա չեն հելնի այս անդրություններից հետո էլ տանում տված այդ փաստաբաններն էլ չեն սնուցվի դուք այդպես կմնաք բանդախցերում այտենց ձեր 20,000 դրամի համար ձեր շալվարների համար մի քիչ ուղեղով մտածեք ժողովուրդ ջան կոկորդը շղվեց արդեն նայում եմ վարչապետի ելույթները ասում եմ մեղք այսա կամ ինֆակ խփի բա մարդ ինֆակտ ա խփում այսքան հայվան ոնց կարա մարդ ունենա երկրի մեջ ասում եմ այդ մարդկանց տանում են գցում են բանդախցերը չեն հանում չեն կայնում իրանց իշխանության համար եկած կայնած հասարակության կողքը գոնե էթան հանեն այդ մարդկանց խցերից լավ այդքան դեննգացեք 20,000 դրամի մար այդ մեկը նմեք խցերը մի հատ շալվարի մար այդ մեկը նմեք խցերը շորը ի՞նչ է իմ բարեկամը իմ հետևորդ իմ Ժանետ Քուրիկը 400 կիլո շոր եղեք, գայք տանեք, ինձ բան պետք չէ։ Այսքանը լավ մնացեք ու ես ունեմ մի հատ կարևոր եթեր, որ այս եթերը կանջատեմ, դուրս կգամ, 2 րոպե հետո նորից եթեր կմտնեմ ժողովուրդ ջան։ Դա շատ կարևոր է, դա շատ կարևոր մարդու մասին է։ Ու անպայման մենք այդ եթերը կանենք։ Այսքանը լավ մնացեք։